Ստեփանյան, խնդրեմ ասեք, պարոն Ղազինյանը ինչի վերաբերյալ մեկնաբանություն տվեց։ Պարոն Ղազինյանը պարզապես այդ պահին արձագանքեց Ալեքսանյան Վահագնի կողմից նիստը վարելու կարգից շեղվելուն եւ դա առաջացրեց նիստերի դահլիճից հեռացման կարգապահական պատասխանատվության միջոցին։ Հիշեցման կարգով նման կարգապահական պատասխանատվության միջոց օրինակ Չախոյան Տարոնի նկատմամբ չի կիրառվել։ Ավելին, նիստը վարողը մեկնաբանելու ելույթի հետ կապված շարունակություն ապահովելու որևէ լիազորություն չունի։ Իդեպ կարող եք նաև քարտուղարությանը հարցնել ազգային ժողովի, արդյոք նման լիազորություն կա թե ոչ։ Եվ հիշեցման կարգով էլ երբ ընտրություններն էր Ռուբինյանի, Կոնջորյանի եւ Ալեքսանյանի, իրենք բոլորը պնդում էին, որ իրենք կարող են լինել անաչառ։ Ավելին պնդում էին, որ նիստը վարելու ընթացքում լինելու են անաչառ։ Հիմա դուք տեսել եք օրինակ մի ՔՊ-ի падգամավորի ելույթին հաջորդի Ալեքսանյանի, Կոնջորյանի կամ Ռուբինյանի մեկնաբանություն։ Չեք տեսել։ Չէ, ի աջակցություն միգուցե, բայց ի հակադրումն երբևէ տեսած չեք լինի։ Այս գործելավոճը անհասկանալի է։ Կվերադառնանք առաջիկայում, ամեն դեպքում ուղղակի ստեղ արձանագրենք մի բան, որ սա, գիտեք, քաղաքական կաշկանդվածություն է, կանխակալություն է կամ ինչ-որ մի անհասկանալի երևույթ է, բայց ոչ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքն է։ Ղազինյանը պարզապես իր դիրքորոշումը ներկայացրեց նման կառուցակարգ ելույթը մեկնաբանելու չունենալու վերաբերյալ։ Սա է ներկայացրել Ղազինյանը, որը իդեպ ես եւս հենց այդ պահին ասում էի։ Իսկ դուք չեք մասնակցի մյուս հանձնաժողովների նախագահներին։ Հեսա առաջիկայում կվերադառնանք, կարծում եմ։ Հիմա մի հատ քննարկենք խմբակցությունը, ամեն դեպքում մեր գործընկերոջը ակնհայտ ապօրինի կերպով հեռացրեցին նիստերի դահլիճ։ Կա է վերաքննիչ դատարան, որտեղ եք բողոքարկելու։ Իդեպ վերաքննիչ դատարան չկա, բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը մեկ ընթացակարգ նախատեսում է, ուղղակի դեռևս ձևավորումը չկա ազգային ժողովի։ Ազգային ժողովի խորհուրդն է։ Ազգային ժողովի խորհուրդը։ Հա, բայց չի կարող նախորդ դեպքերի վրա։ Այս բանը